Հակառակում Ադրբեջանի ղեկավարը իր կլանով Ալիևն ասում է, Սևանալիճ չկա, գյոյ է, 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսրական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Սա խաղաղության մասին խոսում է։ Գլուխը պատին է տալիս, որ ասում է։ Այդքան բան կասեմ։ Ավելի կոշտ կասեի, բայց բավարարում եմ այդքանով։ Թող հալատ հարը ասել է։ Ասելով չի։ Որ դուք աղջիկ չլեիք, ես կասեի իրանց համապատասխան լեքսիկոնով։ Դե հիմա մենք պահանջել կանի, բան ինչ կանի, քանի թույլ ենք պետք է պահանջելի։ Դրա համար պետք է ուժեղանալ։ Հա, իսկական է։ Մենակ գլուխը չէ, ինչ ունի պատով է խփել։ Ես պոլիտիկայից հեռու եմ, չեմ գած ես բան։ Չէ, ով ասես խաղաղություն։ Չէ, խաղաղություն չի, թշնամություն է, պետք է լավ կկրվենք, ինչ ալը։ Սևանի մար արժի կրվել, էլի մի հատ ջեմչուժինա ունենք հետա։ Գլուխը պատին է տվել Ալիևը։ Ես ճիշտ ասած չեմ հավատում Ալիևի խոսքերին, բայց կուզեի պարոն Փաշինյանին մի հարց տալ. որտեղ են մեր պատմաբանները, որտեղ է իրականությունը։ Իսկ դուք ինչու եք այդպես տարածում Ալիևի ապուշ խոսքերը։ Ես նաև ձեզ կմեղադրեմ։ Ես չեմ ընդունում նրա ասածը, հիմնականում քաղաքականության մեջ չեմ մտնում։ Հակառակում Ադրբեջանի ղեկավարը իր կլանով Աքուրս այդ բարբաջանքներին մի հավատացեք։ Մի հատ ապուշ մի բան ասում է։ Մենք էլ շատ բան ասում, ծովից ծով Հայաստանը, սա աշխարհը մերն է, բախի մերը չի։ Գալատ անում։ Մեզ տարով հալատ է անում։ Ոնց կարելի է տենց բաներ ասած։ Քաղաքն էլ ասում Խանքենդի։ Շատ կների, բայց սպանակեր, հա։ Ադրբեջանի նախագահն ինչ է հասկանում քարտեզից կամ պատմությունից, նա պատմություն չգիտի։ Կյանքում չհավատաց, որ թուրքը հաղթանա։ Այսօր ասում է, քո ասածնա հովերը վեկալում է ու Փաշինյանը չի ուզում հասկանա, որ սենց չի կյանքը։ Մեկ ինչ ասեմ, ես օրինակ չեմ հավատում, որ Փաշինյանը կարող է խաղաղություն բերի։ Գլուխը պատին է տվել։